Ընկերներ ողջույն, ընդհատակից դրույթները շարունակվում են։ Այսօր խոսելու ենք ՀԿ-ի կողմից վարչապետի տեխնացու առաջադրված Դավիթ Համբարձումյանի մասին, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի իմպիչմենտի գործընթացը արդեն իսկ սկսած է եւ ՀԿ-ն վարչապետի տեխնացու է առաջադրել իր շարքերից Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, դրա մասին խոսելու ենք, բայց մինչև ընտրող առարկային անցնելը առաջարկում եմ վայրենորդագրվել մեր YouTube ալիքին 1991, հավանել, տարածել ընդհատակից դրույթների իրականում այս անգամվա դրույթը շատ կարճ ալնելու, առանձնապես շատ բան չկա ասելու, երևի մի փոքր ուզում անցյալից գալ, անցյալի մասին խոսել, իսկ բանը իմ ու նախկին իշխանությունների հարաբերությունները բավականին բարդ են եղել, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի, ուզում հիշեցնել, որ շուրջ 10 տարի ես, իմ ընկերները, իմ քաղաքական գործընկերները պայքարել ենք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ եւ ի վերջո 2018 թվականին ես էլ մասնակցել եմ հեղափոխությանը եւ մենք հասել ենք այդ իշխանության հրաժարականին եւ հասել ենք հեղափոխության, այսինքն Սերժ Սարգսյանը հրաժարականը տվել եւ հեռացել է, բայց արդեն 2019 թվականից սկսած, այսինքն 2019 թվականի ավարտին եւ 20 թվականի սկզբին մինչև 44-րդ պատերազմը իմ բոլոր կապերը եւ հարաբերությունները վերջնականապես խզվել են Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հետ, ԿՊԱ-ականների հետ եւ 2019 թվականի վերջերից սկսած ես դադարեցրել եմ քննադատել նախկին իշխանություններին, ուրեմն հիշեցնել, որ այդ շրջափուլում այդ ամբողջ հանրային միտքը հիստերիկ կերպով ուղղված էր նախկինների քննադատության, նախկինների միֆը, որպես չարիք, որպես ինչ-որ սատանայական կերպար, առաջնային պլան էր մղված եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորը խոսում էին այդ նախկինների մասին, նախկիններից ինչ-որ մեկ խրտվիլակ էին սարքել, պայքարում էին հեղաշրջման ինչ-որ միֆական փորձերի դեմ եւ այդ շրջանից սկսած, հատկապես երբ որ Նիկոլ Փաշինյանը համադրական փոփոխությունների համար հանրակրվեր ուզում նախաձեռնել Հրայր Թովմասյանի դեմ, իմ կապերը խզվել այս իշխանության հետ վերջնականապես Նիկոլ Փաշինյանի եւ ես կարծել եմ, եկել եմ այն համոզմանը, որ նախկինների դեմ պայքարը անօգուտ եւ տխմար զբաղմունք է։ Այդ համոզմունքն եմ ունեցել եւ դադարեցրել եմ, քաշվել եմ մի կողմ այդ անհեթեթությունից, անմասն եմ մնացել։ Դա շարունակվել է նաեւ այս մոտեցումը 44-րդ պատերազմից հետո չի եղել քննադատություն, խուսափել եմ խոսել, իսկ եթե խոսել եմ եւ նույնիսկ եթե քննադատել եմ, ապա այդ քննադատությունը շատ մեղմ է եղել եւ ես ունեցել եմ այն համոզմունքը, որ հատկապես 44-րդ պատերազմից հետո, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի մարմնավորմամբ չարիք է այս պետության համար, անկախ նրանից միգուցե նրանք լավ ցանկություններ եւ լավ մտքեր ունեն, բայց այնուամենայնիվ նրանց գործունեությունը, նրանց արարքները վարքագիծը ցույց է տալիս, որ իրենք արդեն իսկ չարիք են դարձել այս երկրի համար եւ իրական սպառնալիքը Հայաստանի Հանրապետությանը եւ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղին սպառնացող գալիս է երկրի ներսից։ Եվ դրա համար նախկին իշխանությունների նկատմամբ ձևավորվել է համապատասխան մեղմ վերաբերմունք, խոսքը ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի առաջնորդած ընդդիմությունների մասն է, եւ ես ունեցել եմ այն համոզմունքը, որ Հայաստանում հնարավոր չէ գալ փոփոխությունների առանց օրինակ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ինտելեկտի, մենք չենք կարող ապագա քաղաքականություն եւ ապագա պետություն կառուցել առանց նրա կարծիքի, առանց նրա հայացքի, առանց նրա ինտելեկտի, այստեղ Տեր-Պետրոսյանը պետք է վճռական խոսք ունենար եւ ունենա։ Փոփոխությունների դժվար կլիներ հասնել նաեւ առանց Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսների եւ առանց Սերժ Սարգսյանի փորձառության, այսինքն այդ ամեն ինչը հաշվի առնվել եւ ես, ինչպես նաեւ մի շարք այլ մարդիկ կարողացել են գալ
կոմպրոմիսի, այսինքն մի կողմ դնել անցյալի պայքարը, նրանց պաշտոնավարման ժամանակ տեղ ունեցած անթույլատրելի արարքները, անթույլատրելի քաղաքականությունը եւ ինչ որ լուր համաձայնության միջավայր ձևավորել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Բայց այս բոլոր գաղափարները մնացին որպես գաղափարներ եւ ավելին անել հնարավոր չեղավ, քանի որ երկու նախագահները մերժեցին Տեր-Պետրոսյանի առաջարկած այդ ծրագիրը, այսինքն 3-ով մասնակցել 2021 թվականի ընտրություններին, 3-ով առաջնորդել նախընտրական ցուցակ, Դաշինքի նախընտրական ցուցակը, հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ 3-ով միասին հեռանալ քաղաքականությունից։ Դա փառահեղ ծրագիր էր եւ եթե ծրագիրը կյանքի կոչվեր, իմ համոզմունքն է, որ դա կլիներ Հայաստանի վերելքի մեկնարկը, այսինքն պետությունը կկարողանար թոթափել պարտության ծանր բեռը, կկարողանար ուշքի գալ, շտկել մեջքը, ռեալ գնահատել իրականությունը եւ անցնել առաջ։ Բայց այդ ծրագիրը կյանքի չկոչվեց, Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց եւ աղետները եկան մեկը մյուսի ետևից։ Հարձակումներ մեկը մյուսի ետևից արդեն Հայաստանի սահմանների վրա, Հայաստանի տարածքների օկուպացիա, նոր գերիներ, նոր զոհեր, Արցախի հայաթափում ի վերջո արդեն 2023 թվականին։ Բայց արյունտես, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու մեր մտքերը նույնիսկ չեն էլ կիսում Քոչարյանի եւ համատեղ պայքարելու մասին է խոսքը, չեն կիսում նույնիսկ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճամբարներում։ Մենք գիտենք, որ երկու գործիչների միջև Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև անախտարելի հակասություններ կան, բայց մտածում ենք, որ հանուն ինչ-որ մի կարևոր գաղափարի այս հակասությունները հնարավոր է մի կողմ դնել եւ համատեղ պայքարել, բայց իրականությունը նորից այլ արդյունք ցույց տվեց եւ բոլորովին վերջերս մենք տեսնում ենք, թե ինչպես են երկրորդ եւ երրորդ նախագահների ճամբարները իրար սրախոհող անում եւ ավելի դաժան, քան օրինակ նրանք կարող են պայքարել Նիկոլ Փաշինյանի վարչակազմի դեմ։ Իրականում ընդդիմության նկատմամբ այս մեր վերաբերմունքը ամենևին չի նշանակում, որ նրանց բոլոր քայլերը ընդունել են միանշանակ։ Չէ, իմ խորին համոզմամբ նրանց նախաձեռնած պայքարները մեկը մյուսի հետևից դեռևս 2020 թվականից սկսած պատերազմի պարտությունից հետո իմ համոզմամբ պետք է անել adekvat չեն եղել ոչ ռետորաբանությամբ, ոչ գործիքակազմով, ոչ մի բանով։ Շատ կոպիտ սխալներ են ընդդիմադիրները թույլ տվել եւ վերջին կոպտագույն սխալը մենք տեսանք արդեն սրբազան պայքարի ժամանակ, երբ որ բարիկադների վրա էր հայտնվել Բագրատ Սրբազանը։ Եվ բայց միևնույն է, գիծը պահել ենք ես եւ իմ գործընկերները եւ այդ համերաշխությունը ընդդիմադիրների նկատմամբ, սա աշխարհայացք է, որ ընդդիմությանը չի կարելի հարվածել, որտեղ ընդդիմությունը միշտ ավելի խոցելի է, քան իշխանությունը։ Ընդդիմությունը չունի ինչ-որ լծակներ, չունի իշխանության պես մեծ ռեսուրսներ, հնարավորություններ եւ ընդդիմադիրները միշտ խոցել են։ Եվ ընդդիմադիրների նկատմամբ պետք է ավելի մեղմ գտնվել, ավելի հոգատար գտնվել եւ անդադ նրանց շանս տալ։ Այսինքն այս բոլոր քաղաքական էթիկայի այս բոլոր նորմերը պահպանվել են։ Բայց իմ համոզմամբ ընդդիմադիրները նորից շարունակում են նույն ոգով, ինչը դա նշանակում, այսինքն չեն կարողանում իրականությանը սթափ եւ adekvat գնահատական տալ եւ չեն կարողանում ուշքի գալ եւ թոթափել իրենց վրա դրված, իրենցից կողմից այդ անիրական, գաղափարական, քաոսչական դոգմաները եւ սթափ գնահատել իրավիճակը եւ իսկապես իրական պայքար նախաձեռնել։ Իմ համոզմամբ Դավիթ Համբարձումյանին վարչապետ թեկնածու դառնալը հենց այս մոտեցման շարունակությունն է, որովհետեւ իսկապես շատ տարօրինակ առաջադրում էր, հա, Մասիսի քաղաքապետ
անհասկանալի կերպար, ոչ ոք չի ճանաչում, ոչ մեկին շատ քչերին է հայտնի, բայց այնուամենայնիվ Դավիթ Համբարձումյանը հասցրել է որոշ դրվագներում հայտնի դառնալ լայն շրջանակներին, խոսքը քրեական գործերի մասին չի։ Ես հիշում եմ, հենց օրնել եմ իդեպ հիշում 2018 թվականի ապրիլի 16-ին, եթե չեմ սխալվում, երբ որ ուսանողությունը ոտքի էր ելել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչակազմի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դա ապակենտրոն պայքար էր, քաղաքի տարբեր փողոցներ փակված էին, եւ Հերացի փողոցի վրա ուսանողների վրա տեղի ունեցավ հարձակում, այսինքն ինչ որ երիտասարդներ ящикով քշում են ուսանողները, ես հիշում եմ, ես այնտեղ կանոնից հետո պարզվեց, որ այդ ящикով ուսանողների վրա քշում են Դավիթ Համբարձումյանի շրջապատի մարդիկ։ Եվ հիմա այդ մարդուն ящикով քաղաքացիների ուսանողների վրա քշող մարդուն հանրապետականները առաջադրել են վարշապետի թեկնածու, խոստովանեմ, որ շատ տարօրինակ մոտեցում է, շատ տարօրինակ ընտրություն է եւ ոնց որ թե վկայում է նրա մասին, որ հանրապետականները այն սալից դասեր չեն քաղել, որովհետեւ ինչի համար է այս երկրում տեղի ունեցել հեղափոխություն, ինչ է հայ ժողովուրդը մերժել Սերժ Սարգսյանի վարչակազմը, ինչի հայ ժողովուրդը կամ ժողովրդի մի զգալի մասը չի կարողանում ներել նախկիներին, այսպիսի արարքների համար, որովհետեւ նրանք ящикով քշել են մարդկանց վրա։ Եվ հիմա այդ արարքը, այդ զզվելի արարքը անողներից մեկը կամ դրա կարգադրությունը տվողը կամ ընդհանրապես այդ արժե համակարգը կիսող անհատներից մեկը վարշապետի թեկնածու է, պես օրինակելի թեկնածու։ Իրականում ես հրաժարվել եմ հանրապետական կուսակցության դեմ պայքարը։ Անցյալի այդ բաները դրել եմ մի կողմ։ Ինձ չաթերն են դրել։ Դրա համար հիմա նրանցից շատերի հետ շատ լավ հարաբերություններ կան։ Օրինակ ես կծափահարեի, եթե վարշապետի թեկնածու դառնար Տիգրան Աբրահամյանը կամ Մամեջանյանը, երկու լուսավոր երիտասարդ քաղաքական գործիչներ։ Ես ծափարեի, եթե օրինակ լիներ Շարմազանովը, Աշոտյանը, հետո ինչ որ նրանց ռեյտինգը շարունակում է բավականին ցածր մնալ։ Բայց ախր ящикով ուսանողների վրա քշողը ինչ գործ ունի այս լեվելի քաղաքական գործընթացներում։ Դա իմ համար խնդիր է, սա իմ համար շատ լուրջ խնդիր է։ Իսկապես ես եմ բազմիցս նշել, որ սուրբ սոցիալ-դեմոկրատ առաքինի կույս ինչ-որ վեհ քաղաքական պետական գործիչ չեն ճարելու, որ մեզ որպես փրկիչ կարգենք եւ պետքա օգտվենք այն ռեսուրսից, այն ինչ որ կա։ Բայց դա չի նշանակում, որ ում ասես կարող ենք բերել եւ ինչ տարբեր դատապարտելի արարքներ գործած մարդկանց կարող ենք բերել եւ փորձել նրա շուրջը քաղաքականություն կառուցել։ Սա ընդհանրապես հասկանալի մոտեցում չի եւ նաեւ հասկանալի չի, թե այդքան հնկահարված, այդքան ռոպագանդված impeachment-ի գործընթացը ինչու այսպիսի վերջաբանի հանգեց Դավիթ Համբարձումյանի մարմնավորմամբ։ Ես չեմ հասկանում հանրապետականների եւ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականության տրամաբանությունը։ Իհարկե այդ Facebook-ում հայտնի մոտեցումը կա, շատ վերլուծաբաններ, փորձագետներ անդադ գրում են, որ իրենց քայլերով Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը մեկը մյուսին հերթ չտալով աջակցում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ես իհարկե այդպես չեմ կարծում, բայց իսկապես եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեծ ցանկություն ունեն իշխանապողություն անելու։ Դա երևում է։ Եթե դատում ենք հրապարակային փաստերով, բայց այդ իրենց ցանկությունը հաճախ վերում է այնպիսի գործողությունների, որոնք ամրապնդում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ հիմա այդ նորից այս իրենց դիրքավորմամբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը միգուցե չուզենալով ամեն ինչ անում են, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ ինչի համար։
ուր ենք ուզում տանենք, ուզում ենք նորից Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որպեսզի այս ամեն ինչը շարունակվի, այս դենացիֆիկացիան շարունակվի, այս հասարակության ապաբարոյականացումը շարունակվի, նորից պայքար եկեղեցու դեմ, նորից արմունկ գնալու կեղծ խոստումներ, նորից Ռուսաստանի հետ ինչ-որ խելահեղության հասնող կրակահերթ, այսինքն ինչ ենք ուզում, Ադրբեջանի, Թուրքիայի նկատմամբ նոր զիջումներ, այդ ենք ուզում, հիմա ասենք եթե ֆիքսում ենք, որ իրավիճակը կրիտիկական է, իրավիճակը բարդ է, եւ այդ իրավիճակին համապատասխան մոտեցումներ եւ լուծումներ են պետք, բայց ընդդիմադիրները չեմ հասկանում ինչով են զբաղվում եւ որքանով նրանց մոտեցումը adekvat, ասում եմ 3-4 տարի պայքարներ են նախաձեռնվել, ես շատ ժամանակ եղել է, որ պարտավորված եմ եղել գրել հոդվածներ, որպես սյունյակագիր տարբեր լրատվամիջոցներում եւ չեմ կարողացել գրել, որովհետեւ չեմ ուզել քննադատել ընդդիմությանը, ու մտածելով կարող է ինչ-որ մի բան արվի, ինչ-որ դասեր քաղեն, ինչ-որ մի բան ճիշտ անեն, ի վերջո փոխեն այդ իրենց ռետորաբանությունը, դուրս գան այդ իրենց իսկ ձևավորած քայքայիչ դոգմատիկ ռետորաբանությունից, բայց չէ, ես չեմ տեսնում այդ կամքը, չեմ տեսնում այդ ցանկությունը փոխվելու եւ նոր իրավիճակը ըստ էության գնահատելու։ Ես այն մարդկանց թվին չեմ դասում, որոնք պնդում են, դուք հեռացեք, մենք անք հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, քանի դուք գաք Նիկոլ Փաշինյանն ալա, չէ, դե քաղաքականությունը այդպես չի, ոչ մեկ, ոչ մի տեղից կամավոր չի հեռանում, այդպես չի լինում, քաղաքականությունը այդպես չի կառուցվում, եթե ինչ-որ մեկ ուզում է հայտ ներկայացնի, պետք է գա ու դուրս շպրտի, մաքրի դաշտը եւ զբաղեցնի այդ դաշտը ուժով, ինտելեկտով եւ խելքով։ Այսինքն այն ուժերը, որոնք ուզում են դառնալ երրորդը, իրականում սխալ նպատակ են հետապնդում։ Երրորդները պետք է փորձեն դառնալ երկրորդը, որպեսզի մարտարավեն նետեն իշխանությանը։ Դրա համար Հայաստանում որևէ երրորդ ուժ արդյունավետ չի լինելու, քանի դեռ չի ուզում դառնալ երկրորդը։ Իսկ ուզել է քիչ է, հայտարարել է քիչ է Ռոբերտ Քոչարյանին կոչերով, հորդորներով համոզել որ քաղաքականությունից հեռանա, այդ էլ է քիչ։ Մարդը չի հեռանալ քաղաքականությունից։ Ինչ-որ հանգամանքներ կարող են ստիպել, բայց ինքը իր կամքով չի հեռանալու։ Եվ եթե նույնիսկ ինքը սկսի չերևալ, ապա նրա զինակիցներն են շարունակելու մնալ քաղաքականության մեջ։ Պետք է մարդ, պետք է ռեսուրս, չեն կարող պարապ մնալ քաղաքականության օրենքների դեմ է։ Բայց այնուամենայնիվ նորից ֆիքսենք իրավիճակը բարդ է եւ այս բարդ իրավիճակին դիմագրավելու համար պետք են լուրջ հասուն մոտեցումներ եւ այս համատեքստում նորից եմ ասում Դավիթ Համբարձումյանի առաջադրումը որպես վարշապետի տեխնացու անհասկանալի է եւ լավ մի բան դնենք մի կողմ եթե Դավիթ Համբարձումյանը իսկապես աչքի ընկածներ պետական գործ պետական եւ քաղաքական գործի որակներով դաշտի բա կարելի է դնել մի կողմ ասել ապեմա սաղում քաղաքական կարանք թեմանցրենք, ասենք ինքը չէր, ախպերներ, գերներն են, բան տակարում երիտասարդները, ցախ կրոտիկները կարող գիտենք։ Բայց ինչով աչքի ընկել Դավիթ Համբարձումյանը։ Միգուցե դա գրում են շատ ընկերներ, որ հայրենասեր տղա է։ Հասկացանք, բայց մենք հիմա այտենց ինչ շատ հայրենասեր մարդու պակաս ենք զգում։ Մենք պետք է հիմա պետական գործիչ, պրագմատիկ որ ցամաք զուտ պետական գործիչ, որպեսզի հարցեր լուծի, մեզ հարց լուծող մարդ է պետք։ Պետք չի էլի, ինչ-որ մեկի հայրենասեր լինելու, ինչ-որ հայրենասիրական սարեր ձորեր խոստանալ, որ չեն կարողանալ այդ սարեր ձորերը բերել, չի լինելու։ Ինքը հայրենասիր է, որ հիմա Նիկոլ Փաշինյանի փոխարինի հայրենասեր մարդ ինչ է լինելու։ Կարակ ասեք, եթե փոխարինի հայրենասեր մարդ, որը ոչինչ անել, կամ դրա փորձ չունի, կամ չի համապատասխանում որակներով եւ գիտելիքներով, չգիտեմ Դավիթ Համբարձումյանը որակներով եւ գիտելիքներով համապատասխանում է, թե չէ, դե հիմա շատերը կասեն, դե հիմա պետքա փորձենք չէ որ հասկանանք, հա, բայց դրա այդպես միանշանակ այդպես չի նաեւ դրա հիմքը էլի պետքա տեսնես, այդ հիմքերը
այդ հիմքերը ես չեմ տեսնում։ Դա մեծ հաշվի հիմա ժամանակի Նիկոլ Փաշինյանն էլ պակաս հայրենասից չէր հիշեցնել նրա տեքստերը։ Հիմա պետք է հասկանալ էլի որ մարդիկ հայրենասիրաբար հայրենիքը կարող են տանել կործանման, ինչպես դա արեց Նիկոլ Փաշինյանը։ Հայրենասիրաբար կործանեց Արցախը։ Հայրենասիրաբար կործրեց Հայաստանի Հանրապետությունից որոշ տարածքներ։ Բոլորը հայրենասիրաբար։ Հայրենասիրաբար այդ քաղաքականությունը ընդհանրապես սիրում է ոչ չափելի արժեքներ եւ չափելի գնահատականներ։ Ինչ ես դու հիմա կարողանում անել։ Մեզ հիմա պետք է ինչ-որ մի բան անելու ընդունակ մարդ, հարց լուծող մարդա պետք։ Թող այդ մարդը լինի ռետորաբանության մեջ մի քիչ պակաս հայրենասեր։ Թող այդ մարդը վատ մարդ լինի, լավ կամ վատ մարդու մասին չի խոսքը։ Մեզ պետք է հարց լուծող մարդ, որը կարող խոսա Ալիևի հետ, Էրդողանի հետ, Պուտինի հետ, Վրաստանի նախագահի հետ, Վրաստանի վարչապետի հետ ներողություն, Իրանի հետ, Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ։ Մեզ հարց լուծող մարդ է պետք, այլ ոչ թե հայրենասեր։ Այլի չեմ ասում որ պետք չի հայրենասեր լինել, սա ասել հայրենասեր ենք։ Հիմա դա չափելի բան չի, քաղաքականությունը ավելին է կան էմոցիաները հայրենիքի նկատմամբ։ Ինչևից է սա է ուզում ասել, ուզում եմ նաև ասել, որ զարմացած եմ հանրապետականների այս որոշումով, զարմացած եմ եւ ապշած եմ այս ընտրությամբ, եւ եթե ընդդիմությունը ինչ-որ վերանայումներ չանի իր մոտեցումներում, ապա մենք համատեղ ուժերով վերարտադրելու ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին, ինչ-որ մի բան պետք է անել։ Ինչ-որ բացառիկ էքստրաորդինար լուծումներ են պետք այս իրավիճակում։ Չգիտեմ, երևի էս կան, եթե ավելացնելու բան ունեմ, թեման հետագայում շարունակություն, ավելացնելու բան ունեմ, թեման հետագայում շարունակություն կգտնի մեր հաջորդ թողարկումներում։ Շնորհակալ եմ, կհանդիպենք, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-ան ալիքին եւ հավանել, տարածել ընդհատակի զրույցները։